Ադրբեջանը, որը ենթարկվել է Հայաստանի կողմից ագրեսիայի եւ նրա տարածքի 20%-ը 30 տարի գտնվում էր օկուպացիայի տակ, 2020 թվականի նոյեմբերին օկուպացիայի դադարեցումից եւ տարածքային ամբողջականության վերականգնումից հետո սկսել է օկուպացիայի ստացագրված տարածքների վերականգնումը։ Այն իրականացնում է մեծ վերադարձի պետական ծրագիր ագրեսիայի հետևանքով այդ տարածքներից տեղահանված մեր հայրենակիցներին իրենց հայրենի քաղաքներ եւ գյուղեր վերադարձնելու համար։ Մինչ օրս ծրագրի իրականացման համար պետական բյուջեից ծախսվել է 15 միլիարդ դոլար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Սամիր Շարիֆովի Իսպանիայի Սևիլիա քաղաքում կայացած զարգացման ֆինանսավորման 4-րդ միջազգային համաժողովի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ։ Սամիր Շարիֆովը նշել է, որ Ադրբեջանի կառավարական հանձնաժողովի գնահատման համաձայն ռազմական ագրեսիան եւ օկուպացիան Ադրբեջանին հասցրել են 150 միլիարդ դոլարի վնաս։ Քանի որ վնասի ավելի քան 15%-ը կապված ականապատման հետ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշմամբ ականային անվտանգությունը Ադրբեջանի կողմից ընդունվել է որպես 18-րդ ազգային կայուն զարգացման նպատակ եւ այս մոտեցումը խորհուրդ է տվել նաեւ այլ երկրներին։